Ոչ ու սիրելի հայրենակիցներ, հերթական անգամ մի քանի կարճ տեսանյութեր, մի քանի վայրկյան ընդամենը, շատ կարևոր, շատ դիպուկ։ Ես խնդրում եմ ձեզ այս տեսանյութերը կարճ նայեք, որի հետ կապված շատ կարևոր ասելիք կա ձեզ։ Այդ թվում նաև վերաբերվում է վարկերին, որը քաղաքացին որպես քաղաքացի բարձրացնում է հարցը եւ ինչ պատասխանա լսում։ Նայեք այս տեսանյութը։ Ես ունեմ 18 միլիոն բան, ոչինչ չունեմ, ունեցել եմ անասուններ, որոնք ցար եմ անել, սապկել եմ ոչխարները։ Դուք բոլոր բանկերը կարող ասեք, որ ինձ ճանաչել եք, ուժեղ վարկավորում եք։ Այսօր ես ինչու պիտի ասեմ ցեցել, խնդրում եմ նորից քո այդ ամբողջ ծրագիրը վարկավորեք, ինչի մուտումներ արել եմ։ 18 միլիոն վարկ ունեք։ Հիմա այդ հարցի լուծումը ո՞նց եք պատկերացնում, ես ինչ անեմ։ Չէ, ես պատկերացնում եմ, ես ձեզանից ոչ գումար եմ փնտրում, ոչ մի բան։ Առաջի տեսանյութում կինը, ով մոտեցել է ժուլիկին, ով գլխարկը դրել է, Էրդողանից դաբրոնը ստացել է, հելել է մտել է ժողովրդի մեջ ժուլիկի պես, ասում է, ես ինչ պետք է անեմ։ Դուք լսում եք, ասում է, ես ինչ կարամ անեմ, ասում է։ Ասեմ, հատ առհատ ասեմ, ինչ կարաս անես որպես վարչապետ, ինչը որ խոսք է իր տվել։ Մարդկանց ժամկետանց տուժ տուգանքները ներեն։ Մարդկանց անբացատրելի ուղեղից դուրս տոկոսները զիչ են։ Մարդը քեզ բառացի ասում է, կենթանի է արի, սատկել է, աղետ է եղել, ֆորս մաժորային իրավիճակ է եղել, հասկանես, բանկը որևիցե ձևով չի մտնում այդ դրության մեջ։ Լավ, հիմա կասեք, դա ֆինանսական կառույցն է, դա իր իրավունքներն է, բլա կանես, կանցնի կգնա։ Բա դու որպես պետություն չես մտածում այդ քաղաքացուն, որ դրիկ, խեղտեցիք, փախավ երկրից, դրանից կօգտվի պետությունը, երկիրը, բանկը։ Իհարկե չի օգտվի։ Հետևաբար կարելի է ինչ-որ տեղ իրական դեպքերում գնալ փողզիջումների։ Մարդը քեզ ուղիղ ասում է ինչ պետք է անես։ Դու ֆրասնում ես այնքան ճկուն բջոյես, գլխարկն է դրել ես այս ժուլիկի գլխարկը դրել ես մարդկանց աչքերի մեջ նայում ես, հելել ես, հավաքել ես 100 հատ ախրանիկ, մախրանիկ, գնում կանգնում ես խեղճ ու կրակ մարդկանց դեմը, ղեշ մարդը ինչ ասի, կեսը ախենում են, կեսը մտածում են մի բան ավել չասեն, բռնեք չգիտեմ մարդկանց դատեք, փակեք, եսի ինչ անեք, այն խանութը ոնց փակեցիք։ Սիրելի հայրենակիցներ, սա ինչ է ցույց տալիս, որ այս մարդը խաբեբա է, խաբեբա, ժուլիկ է, հասկանում եք, ժուլիկի գլխարկն էր դրել է, որ տեսնեք, հելել է, գլուխը տանում, բերում է, մտնում է տոնչիրը ուտեմ, ֆստախը ուտեմ, այս կապիկություն ես անում, ինչ արա գնա աշխատի, 7 տարի աշխատել ես, գնա մարդկանց պրոբլեմները, հարցերը լուծի, ու այդ մի քաղաքացին չի 100,000-ավոր այդպես քաղաքացիներ կան, ճռռում է վարկեր տակ, որտեղ դու 18-ին բան խոստացար չարիր, արա, խափիր։ Մարդկանց տուժ տուգանքները չզիջվեց, չի ներվում ոչ մի դրամ։ Տոկոսները գլխներից դուրս տոկոսի վրա տոկոս են դրել, տոկոսի վրա տոկոս են դրել։ Լավ դու կապուշ եք արա։ Թե ձեզ եք դրի ապուշի տեղ մտածում եք ես մարդիկ ձեր համար չգիտեմ մի գրամ ուղեղ չունեն չեն հասկանում դուք ինչ եք անում ոնց եք անում այ ժուլիկ հատ առհատ դեմքդ բացահայտելու եմ ժողովուրդ ջան վարկերի հետ կապված պետք է հասկանաք որ նրանք որևիցե բան չեն անելու պետք է հեռացվի նրանց որպես քաղաքական ուժ հակառակ դեպքում ձեր տուն ու տեղը բանկային համակարգը ձեզանից կխլի հիշեք այս ասածներս Ձեզ 2020-ին ասում էի, որ սրանք կամք չունեն, սրանք ցանկություն չունեն, և 100,000-ներով այդ ժամանակ, որ փողոց դուրս գայի, կարող է ինչ-որ բանի հասնենք։ Իհարկե ամեն ինչ գնալու էր դրան, ցավոք սրտի սկսվեց պատերազմ, հիմա նորից ձեզ զգուշացնում եմ։ Այս հարցը լուծվելու է միմիայն սրանց հեռացնելու պարագայում։ Բանկային համակարգի հարցերը վարկային կազմակերպություններին մասնավորապես, որ մինչև 500% մարդկանց փող են տալիս ու տոկոսներով խեղդում են։ Բոլորի հարցերը միանշանակ լուծվելու է եւ լուծվելու է խելամիտ ձևով։ Մենք չենք ասում բոլոր բանկերը փակվելու է, մենք սրապես անկապ խոստումներ չենք տալիս, որ վայ Հեսա բոլոր ժամկետանց սպառողական վարկերի դուժ տուգանքներ եւ այլն այո իրականում այդ վարկերի շատ տոկոսներ կարող է բանկը ներել կարող է եւ այդ գումարը այո իրանք վերցնում իրանք գրպանն են դնում վերցնում նիկոլներին են երևի փայ տալիս սրիկաներ
Այս ժողովրդի համար արա 7 տարի աշխատակ ոչ մի բան չարեցիք։ Ոչ մի բան, բացի ԿՊ-ից ու ձեր թուլեկից։ Սա էս մասով ժողովուրդ ջան, հաջորդը նայեք, այս մյուս տեսանյութը ավելի կարևոր է։ Շատ տեսեք, ուշադիր տեսեք ինչա ասում։ Վարչապետը մանկապարտեզի տնօրեն նշանակող չի։ A few moments later. Չնշանակեք արգելում եմ։ Ասում եմ արգելում եմ հանկարծ չլսեմ որ նշանակեցի։ Ասում եմ չլնեմ չիմանամ։ Որևէ պարագայում արգելում եմ այս մարդու աղջիկը չի աշխատելու մանկապարտեզի տնօրեն։ Կարծում եմ լսեցիք, ասում եմ վարչապետը մանկապարտեզի տնօրեն նշանակող չի։ 10 վայրկյան հետո ասում է չնշանակիկ։ Սա է իր օրենքը, ես ձեզ ուզում եմ ցույց տամ, իր օրենքը ոնց է գործում այսօր երկրում։ Այսինքն ինքը իր կապրիզնիությունը որ բռնում է, ինքը վաղը կարա կապրիզնի ինքնի ասի, ոչ մեզ երկիրը տալիս եմ Թուրքին, վերջ։ Տալիս եմ Թուրքին ու վերջ։ Հիստերիկա ինչ անես, տենց է։ Էտա օրենք իր տանձինը հասել այդ աթորին գիտի բանն է, էլի, էսենց բան։ Ամենակարևորն է, աչես ձախից, մի օր տրամադրությունը լավ է յոնի, ելնի ասի այսօր օրենքով ենք աշխատում, ախպեր ջան։ Տրամադրությունը վատ է յոնի, ելնի ասի, դո ինչ օրենք, ես ոնց ասեմ մտենց է, էս է իր քաղաքականությունը, էս է իր բերած արդարությունը, էս մի կարճ, մի քանի վայրկյանանոց դրվագը խոսում է, թե իրանք ինչքանով են օրենք պահող մարդիկ, եւ որոշող չի, հապ 10 վայրկյան հետո ասում է չնշան, դու ով ես։ Դու ով ես արա, բայց ովացի ծնողենք ասում ես հարցը լուծես, ես այդտեղ ինչ կապ ունեմ։ Ես դրա հետ ես դատական համակարգ հետ ինչ կապ ունեմ։ Որին է ձեռնատալիս ասում է, էդի կարում է որոշի, այդտեղ դատարանի տեղը կարում է որոշի, այդտեղ գործի նշանակելու տեղը կարում է որոշի։ Ինչ անգնում հիստերիայի մեջ։ Գալիս է այդ մարդ, էլի բացահայտում է անում իրաց կոռուպցիայի։ Դրա համար հիստերիկ անում է, որ ինչ հասցնի էլ խոսա։ Բերել է իր նշանակած այդ ուռած գլուխը, չգիտեմ ով է իր մարսպետա ինչ։ Բերել իր մարդունը նշանակին եկել է խոսում է բացահայտվում է։ Հասկանում ես բացահայտվում է, որ ծանոթով նշանակվել է այդ մարդու աղջկա տեղը գործեն նշանակեն էլ եկել է այս գժին բանա ուզում է բողոքվի մտածելով թե այս արդար մարդ է, այս պետք է արդարություն հաստատի, տեսա, կերար քեզ էլ է հասնում։ Դու որ Արցախը դրեց ծախել արա։ Դու այդքանից հետո դասեր չես քաղել, եկել ես դրապես Թուրքի հպատակին գնացել ես, հարցով ես դիմում, բան ես խնդրում, տենում ես գլուխդ ինչ անում, տենում ես դու որպես քաղաքացի ինչ վերաբերմունքի ես արժանանում, դե գնացեք քվե տվեք, դրա քվե տվողը իրա դատաստանն է տենում, իրա մեծ մեղքն է գործում, իրան է պատժում, ինձ շեք վատություն անում, քեզ ու քո երեխուն ես պատժում, հիշի ասածս, ես հասկանում եմ այսօր վախեցնում են շանտաժ են անում պետության լծակներով եւ այլն, հանգիստ մնա, լուր մնա, կգա ընտրության օրը, կգնաս խեղճիդ Աստծուդ առաջ, չես տա դրանք քվի, քեզ ոչ մեկ չի կարա, ոչ մեկ իրավունք չունի, քո արժանապատվությանը կպնի, քո վրա ճնշումներ գործադրի, քեզ տիպի ինչ որ մեկին ընտրել, դու գնա քո խեղճի առաջ ընտրություն կատարի, այս տեսանյութերը նայի բայց Հեսա էլի մի հատ էլ տեսանյութ եմ դնում, էդ էլ նայի, պարտադիր, իմ էջերի տեսանյութերը պարտադիր նայեք, որտեղ հիմնավորված են փաստերով։ Այդքանից հետո ընտրություն անելուց առաջ, այդքանից հետո նոր գնա ու քո քվեն տուր, քո խղճի ու քո մտքի ու քո հոգու առաջ մաքուր լինելով։ Մենք պատրաստ ենք զոհվելու հանուն մեր հայրենիքի։ Մենք մեր հայրենիքը ոչ մի միլիմետր չենք զիջի։ Մեր իրավունքը ոչ մի միլիմետր չենք զիջի։ Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը։ Տեսակ, մենք ոչ թե կորցրել ենք Արցախը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը։ Ոնց ներքին կուխնյայում է ստախոս, խաբեբա, ֆրցնող, քցող Այդենց մեծ քաղաքականության մեջ։ Եվ ինչի է ուզում, որ այս տեսանյութը եւս տեսնեք, որ հասկանաք, սա ով է։
ով որ չի հասկացի, իհարկե կարծում եմ բոլորն են հասկացել, գրեթե բոլորը, թվում նույն նիկոլականներն են հասկացել, նույն են նիկոլականը, որ գալիս է Իրանից ինչ-որ ակնկալիք ունենալով, մոտենում է, որ իր համար ինչ-որ հարց լուծի, իր եսը անձը ամենավերը համարելով։ Նիկոլն էլ թքում մրում, անպատվում ճամփում է։ Ու Իրան այդտեղ փորձում է ցուցադրել իբր արդար ղեկավարող ղեկավար Եվ այս արտարության հետ կապված էլ մի հատ կարճ մի քանի վայրկյանանոց տեսանյութ նայեք, թե ինքը իշքան արտարա, որ թաթիկին խփում է։ Մի հատ նայեք, այս էլ նայեք 10-15 վայրկյան է, կարճ նայեք ու վերջացնենք։ Շենքա կարիգորը Երկու տարբեր շենքեր է, սեփականատերերի այս Ուդուլինը Հովանեսյան Արամեսն էր, ոստիկանապետը։ Այս ուգելինը Հովանեսյան Արամեսն է մեր ոստիկանապետ։ Ուգելը sense ձեռով խփում է, թե ուզում է իր ծածկիր Նիկոլ, արա դու ծածկող չէիր բա, դու արդար աշխատող էիր, դու արդար ես, չէիր ուզում ժողովուրդը իմանար ինչ ունի օրինակ Հովանեսյան Արամը, ինչ ունի օրինակ Ալեն Սիմոնյանը, չես ուզում, այդ դրանք չես ուզում իմանալ։ Այդ նախկիններինը մենակ թող իմանան, քոնը, քո կնոջը, այդ դրանցը ոչ մեկ չիմանա ինչ ունեն։ Ձեզանից հետո կգան մարդիկ ու ամբողջ միջազգային մամուլով պետք է գրվի, ես պետք է պայքարեմ, որ ամերիկյան ժուրնալներով, ռուսական, իտալական, սաղ տեղերով գրվի ձեր թալանի մասին, արա, ամբողջ օրը դրանից պետք է խոսամ, առավոտից իրիկուն, ես իշքան կյանք ունեմ, երևի խոսամ չկարանամ ձեր թալանի մասին խոսամ, դուք ինչ թալան եք արել ժողովրդին, ինչ եք թալանել, հոգեպես թալանել եք, ֆինանսապես թալանել եք, ինչ կա չկա թալանել եք, խփի ձերքներին խփի հանկարծ ավել բան չխոսան, չիմանանք դու ինչ ունես, Էձեզ թվում է են միամիտները չգիտեն, մենք գիտենք ինչեր ունենք, գիտենք, կգա օրը հատ կբերեք հետ կտակ, որ ասում էիր, կբերենք ժողովրդին կբաժանենք, մեշակներով փողերը կհելնենք, սաղ կառնենք նախկիններից, ժողովրդին կբաժանենք, բաժանիր, հələ այս ժողովրդի միջից մեկը թող ասի, որ դու իր մեշոկով փողը լցրե գնացե բաժանել ես, բախեր խափում մարդկանց, արա, որ նախկինից առար տվիր մի հատ խեղճի, մի հատ սովածի, որ թալանչուց առար մի հատ խեղճի, մի հատ սովածի օգնիր դու ես 7 տարվա մեջ, այ խափե բա, որ մի թալանողից ես առել տվե մի հատ խեղճի, ինչ էլ առել ես արա, քո փորն ա գնացի, քո փորը, դու ժողովրդի մասին մտածող ես, որ այդ ժուլիկի գլխակը դրել ես, հելել ես հայտարարում ես, մեկնարկում ենք քարոզարշավը, մեկնարկեք, այդտենց տրաքցրեք դուք ձեզ, մենք էլ երևի քարոզարշավ չանենք, դուք այդտենց ելեք ձեզ տրաքցրեք, դուք հերիք եք, դուք ենքան կեղտի մեջ եք արա, որ եք չեք կար այդ կեղտը թաքցնեք, ձեզ թափվում աշկերից էդ, բերանից էդ, ականջներից էդ, հելել է ժուլիկություն ես անում, ֆինդուվլուշկեք ես անում, մերաշկի ես ուտում այ կապիկ, յանի այդ կապիկությունները զեզվել են, այս մարդիկ արա հոգնել են, զեզվել են այդ դեմքից էդ, այդ խոսելուց էդ, այդ ամեն ինչից էդ զեզվել են, մերնում են արա մարդիկ պարկերի տակ, հիվանդանոցներում, գործ չունեն, փող չունեն, կապիկ, դուք ու կապիկություններով մարդկանց չես կարա կշտացնես, արա չես կարա կերակրես, մարդը քո կապիկություններով չի կարա երեխուն հաց տա, հասկացի, քո կապիկություններով Արցախը հետ չի գա, քո կապիկություններով Եռաբլուրի տղերքը չեն հետ գա, քո կապիկություններով հաշմանդամ դարձած տղու կյանքը չի դզվում, արա չի դզվում, չես հասկանում, զովացի մոր սիրտը չի դզվում, արա չի դզվում, այդ քո թուլեկի համար է ծիծաղալու, մեր համար ողբալու է արա, լացելու է, որը սենց երկրի, առաջնորդը քո նման կլոնն է, քո նման կապիկը, քո նման ոչ տղամարդը, դու տղամարդկային որևիցե հատկանիշ չունես, արա, ով եք դուք, ու են բոլոր մարդիկ, որը սենց ծիծաղում են,
Դա սարսափելի է։ Դա նոր դիահերձարանների բացում է։ Դա դիահերձարանների դեմը ձեզ հերթ կանգնացնելու նոր սցենար է, հիշեք։ Տեսեք, հետո չասեք չգիտեինք։ Հետևությունը դուք արեք։